Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շատ կարևոր հարց, մասնակցելու եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այստեղ 3 շրջափուլի ցուցանիշ է ներկայացված, ապրիլի սկիզբ, ապրիլի վերջ եւ մայիսի այս վերջ ցուցանիշն է, վերջի ցուցանիշը ես կընթերցեմ 59.3%-ը նշել է, որ մասնակցելու են, միանշանակ այո, մասնակցելու են այս միջոցառմանը, դուք տեսնում եք, որ կա աճ այս վերջի 1.5 ամսվա ընթացքում, եթե ապրիլի սկիզբը միայն 51.9% էին նշել, մյուս փուլում ապրիլի վերջ 57.5%, հիմա մենք ունենք արդեն 59.3%, ովքեր որ պատասխանել են, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։ Եվ ունենք նաև ցուցանիշ 14%, որ ասում են ավելի շուտ կմասնակցեն, 11.4% նշել է, որ ավելի շուտ ոչ, եւ միանշանակ ոչ նշել է 8.3%, 7% դեռ տատանվում է այս հարցին պատասխանելու։ Եվ վերջի սլայդը, որը կարծում եմ ամենահետաքրքրականն է, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեք, եւ ունենք հետեւյալ պատկերը։ 28.8% նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 14.9% նշել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, 12.1% նշել է Հայաստան կուսակցությունների դաշինք, 8.7% նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Միասնության թևեր կուսակցությունը նշել են 5.8%, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 3.4%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 2.9%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 2.8%, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 2.7%, Բոլորին դեմ եմ ժողովրդարական կուսակցություն 1.9%, Հանրապետություն կուսակցություն 1.3%, Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք կուսակցություն 0.5%, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցություն 0.4%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.3%, Քրիստոնյա ժողովրդարական կուսակցություն 0.2%, ազգային ժողովրդարական բևեռ համահայկական կուսակցություն 0.2%, ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.1%, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն 0.1%, ռեֆորմիստների կուսակցություն 0.1%։ Կփչացնեմ քվեաթերթի կնշել է 0.9%, հրաժարվել է այս հարցին պատասխանել 8.6%-ը եւ դժվարացել է պատասխանել 3.4%-ը։ Ես քանի որ նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունների ցուցանիշները կարդացի, անգամ նրանց, ովքեր 0.1% են հավաքել, բայց այստեղ ես վստահ կարող եմ ասել հիմա, որ այն կուսակցությունները, ովքեր որ հավաքել են 1%-ից ցածր ցուցանիշ, նրանք շատ մեծ հավանականությամբ չեն հասնելու այս շեմը չեն կարողանալու հատել եւ չեն հասնելու պարլամենտ։ Մյուս մասնակից կուսակցությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է աճ, մոտ 2%, եթե չեմ սխալվում, գրանցել է աճ եւ այժմ ունի 28.8%, ինչպես նշեցի, որոշակի աճ ունեցել է, շատ ճնչին աճ ունեցել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, 14.9% նշել, 12.1% Հայաստան կուսակցությունների դաշինքը, սա բավականին լավ աճ է գրանցել այս կուսակցությունը, այս դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 8.7% եւս աճ ունեն գրանցած, սա առաջի, այսպես ասած, էշելոնն է, ովքեր որ վստահ այսօրվա մեր ցուցանիշներով անցնելու են պարլամենտ եւ կարծում եմ, որ առաջիկա 2 ամսվա, 2 շաբաթվա զարգացումները գնաց քարոզարշավը կբերի որոշակի փոփոխությունների, մենք դա կարձանագրենք եւ կցուցադրենք հունիսի 5-ի մեր շնորհանդեսի ժամանակ։
Եթե խոսքը գնում է երկրորդ էշելոնի մասին, հա, ովքեր որ հնարավորություն ունեն կամ արդեն իսկ անցնում են պարլամենտ, դա միանշանակ միասնության թվեր կուսակցությունն է 5.8%-ով, եթե չեմ սխալվում, անցած անգամ եւս նրանք այդ անցողիկ շեմը հատել էին։ Շատ մոտիկ է անցողիկ շեմին դեմոկրատիա օրեն կարգապահություն կուսակցությունը, ես կարծում եմ, որ նրանք եւս հատելու են արդեն հիմա կարելի է դա ասել, հատելու են շեմը եւ հայտնվելու են պարլամենտում, շատ մոտիկ են նաեւ հուսադող ցուցանիշներին ցույց տալի եւս 3 ուժ, դա Լուսավոր Հայաստան կուսակցությունն է 2.9, գրեթե 3% են գրանցել, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 2.8%, եւս շատ մոտ է 3%-ին եւ եւս ես կարծում եմ, որ նրանք կանցնեն պարլամենտ եւ նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 2.7%։ Ես կարծում եմ, որ նաև այս բոլորին դեմ ժողովրդական կուսակցությունը իրենց համար բավական լավ ցուցանիշ է գրանցել 1.9%-ը եւ մենք կարող ենք գնահատել նաև իրենց մոտեցումները ամենակրեատիվը, շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում, բայց չեմ կարող վստահ ասել նրանք կհայտնվեն այդ միջոցառումների շնորհիվ պարլամենտում թե ոչ։